Ժողովրդյան բարև ձեզ։ Այս վիդեոն պլեչոների վերաբերյալ է, X-երի կամ leverage, նայած թե ոնց գիտեք, ու leverage-ը, այս պլեչո կոչվածը, կարա ձեզ հարստացնի, ինչպես նաև կարա մաքսիմում 5 րոպեում ձեր դեպոզիտը զրոյացնի, կախված թե ոնց եք օգտագործում, այսինքն այդ թունավոր ելակի տրամաբանությունն է, որտեղ որ շատ զգույշ պետք է լինես իրեն օգտագործելիս։ Հիմա ինչա X-երը։ X-երը այն է, որ եթե դու ունես $100 դեպոզիտում, լավ, դու կարող ես միջև, օրինակ, եթե 10 X-ով ես աշխատում, այս պարագայում $1000-ի գործարք բացես, ունենալով $100 ընդամենը։ Դու կարող ես $10,000 բացես, եթե 100 X-ով ես, կամ եթե ինչքան X որ թույլ է տրվում, այդքան անգամ ավելի շատ գործարք կարաս բացես։ Դրական կողմը որն է, որ եթե մենք $100 ունենք և $1000 ենք բացում, 10 անգամ ավելի շատ գումար կարող ենք ուրեմն աշխատել, բայց 10 անգամ ավելի արագ գումար կարող ենք կորցնել, եթե մենք չենք տիրապետում trading-ին, չենք տիրապետում, թե որտեղ կարող ենք գնել, որտեղ կարող ենք վաճառել, ու հիմնականում հենց այդպես է լինում, երբ որ մարտան փորձ է լինում, այս ամենը նախատեսված է, որպեսզի ավելի շատ փող կորցնեն մարդիկ, քան գումար աշխատեն։ Օրինակ, եթե մենք ունենք $100, $1000-ի գործարք ենք բացում, այսինքն 10x-ով գործարքի ենք մտնում, նշանակում է, որ շուկան եթե տեսած կլինեք, չէ, բարձրացել է այսքան, իջել է այնքան, coin market cap օրինակ, տեսնում ենք 24 ժամվա ընթացքում ինչքան է բարձրացել կամ ինչքան է իջել, մի ժամ ու 7 օր։ Եթե սա, եկեք դիտարկենք հակառակը, որ եթե 24 ժամվա ընթացքում հանգիստ է եղել, գինը իջնում է 10%, որը որ այս պարագայում օքեյ է, լիկվիդացվում եք, ձեր գումարը ոչնչանում է, ոչ մի տարբերակ չկա փրկելու։ Եթե մենք օգտագործում ենք օրինակ 20x, որը որ մաքսիմումն է, որ ես հիմնականում օգտագործում եմ, նշանակում է, որ եթե գինը մեզ հակառակ գնաց 5%, ապա մեր $100-ը հոդս է ցնդում, այսինքն 5% տատանում հավասար է $100-ի։ Ու երբ որ մենք բարձրացնում ենք 50x կամ նույնիսկ 100x, լավ, այստեղ արդեն շատ վտանգավոր է դառնում trade անելը, որովհետև եթե մենք օրինակ 50x ենք դիտարկում, նշանակում է, որ 2.7% տատանում տեղի ունենա դեպի ներքև, այսինքն կամ դեպի վերև, կախված մենք դեպի short ենք բացել թե long, պարզապես մեր գումարը վերջանում է, իսկ եթե արդեն 100x-ով ենք անում, տեսած կլինեք, չէ, որ երբեմն գլուխ են գովում, տեսեք ինչքան փող են եւ այլ։ Իրականում, եթե մեծ է գումարդ ու դու փոքր կտոր ես վերցնում քո գումարի 100x-ով մտնում, ինչ որտեղ risk management-ի տեսանկյունից կարա եւ աշխատի։ Այսինքն մենք $100 ունենք, օրինակ, կամ $1000 ունենք, $100 ենք վերցնում ու $100 դիմաց մենք աշխատում ենք, չգիտեմ, 10,000 ներդրում ենք անում 100x-ով։ Այդ պարագայում ինչ որտեղ ընդունելի է, կարաս ասես, օքեյ, բայց այս վիդեոյի նպատակը այն է, որ դուք զուտ հասկանաք տրամաբանությունը ինչպիսին է։ Հիմա, եթե ես խորհուրդ կտայի, որ մաքսիմում դուք 10x-ով գործարքի մտնեք, չնայած մի քիչ բարձր է ռիսկը, բայց վտանգը, որ ասես ես իմ ինչքան է սուտ կլինի, 10% ինքը տատանում կարա ունենա, ու 10% տատանումը եթե դուք տորնադոյի մեջտեղում չեք գտնվում շուկայական, ապա օքեյ է։ Եթե դուք գիտակցում եք, հասկանում եք, թե շուկան որ ուղղությամբ պետք է գնա, ու այդ ուղղությամբ եք դուք գործարքանում, շատ ընտիր, շատ լավ է, որովհետև
իրականում դա փրկելու է։ Նույնպես super engulfing-ի տրամաբանությունը, հա, այսինքն pattern-ը ձեզ կօգնի առնվազն հասկանալ, որ ուղղությամբ կարող է շուկան գնալ, եթե օրական կամ 4 ժամանոց առնվազն pattern-ներ կարողանաք գտնեք ու բնականաբար ամենագլխավորն ու կարևորը, որ եթե ուզում եք հասկանաք շուկայի ուղղությունը, միակ ու վստահելի տրամաբանություն այն է, ստրատեգիա անվանենք կամ անալիզ անվանենք, այդ market structure-ն է, շուկայի ստրուկտուրան, կառուցվածքը, թե դա ոնց է արվում, դասընթացում ես բացատրում շատ մանրամասն, որտեղ որ դուք կհասկանաք, թե ոնց է ինչա։ Ինչևէ, տեսեք, այստեղ Wix-ում, այ սենց անենք, որ տեսնեք։ Ունենք futures-ային հատվածը, okay, գալիս ենք futures, ու այստեղ կա 20x միջև Wix-ը թույլ է տալ 400x Bitcoin-ի պարագայում, իհարկե դուք հասկանում եք աբսուրդիզմի գագաթնակետը, որ եթե 400x-ը, սա 5 րոպեանոց գրաֆիկա է, սա էլ 1 րոպեանոց գրաֆիկա է, այս հենց մի հատ փոքր տատանում վերև ներքև ու ձեր գործարքը 0-անում է։ Ինչի համար են սա անում, որովհետև Wix-ը չի, հիմնական բոլորն էլ 100x-ից են կում, արդեն ինքը շատ ռիսկային է։ Իրանք գիտակցում են, որ կորցնելու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան շահելու, դրա համար անկախ ամեն ինչից իրանք թողում են։ Դուք պետք է հասկանաք, որ երբեք 20-ից ավել չանեք։ Եթե անում եք, արդեն հուսով եմ գիտակցում եք ռիսկերը եւ այդքանը։ Հիմա իմ խորհուրդը նորից եմ կրկնում, չնայած ամենաապահով զոնան միջև 5x-ն է, բայց եթե ուզում եք մի փոքր կամ մաքսիմալ ռիսկը, որ կարող եք անել, դա միջև 20-ն է։ Հենց որ հիշեք մի շատ կարևոր բան, trading-ի տրամաբանությունը այն է, որ հնարավորինս շատ պահպանենք մեր կապիտալը։ Շուկան շարունակական հնարավորություններ է տալիս գործարք բացելու, գործարք փակելու ու դրական միշտ լինելու։ Ու մենք երբեք պետքա FOMO-ի չենթարկվենք, վայ, գնաց շուկան առանց ինձ, հեսա փող եմ աշխատելու, հեսա սենց ինձ, որովհետև շարունակական ամեն աստծո օր ձեզ հնարավորություն տալու է, բայց դուք չեք կարողանալու գործարք բացեք, փակեք, եթե գումար չունեք։ Պարզ տրամաբանություն։ Նենց որ միշտ փորձեք պահպանեք, եթե գործարք էլ անում եք, 1 կամ 2 հատ օրական մաքսիմում, okay? Նենց որ այսքանը կհանդիպենք հաջողություն։